Բնավ կարիք չկա հենց պատերազմի մասին պատմել, որովհետև այն քանակությամբ հսկայական տեղեկություն կա, որ ուղղակի տեղեկատվական հսկայական հոսք կա։ Մեր նպատակը ավելի շուտ նրանում է մի քիչ նկարագրենք ինչ վիճակում ենք մենք հիմա հայտնվել։ Եվ ինչ կարող է մեզանից յուրաքանչյուրը անել իր տեղում, որովհետև մենք օգնենք մեր երկրին։ Մի փոքր նախապատմություն։ 1994 թվականի մայիսին Բիշկեկում կնքվեց նախնական պայմանագիր եռակողմ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի հանրապետության միջեւ, որը հետագայում վերահաստատվեց նույն թվականի հունիսին եւ հետո 99 թվականի հունվարին, որը ենթադրվում էր անժամկետ խաղաղության պահպանում եւ բանակցություններ, որի միջոցով պետք է լուծվեր Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ հակամարտությունը։ 22 տարի անցել եւ ամբողջ այս ընթացքում չի գտնվել այն ֆորմուլան, որը բոլոր կողմերի համար լիներ ընդունելի։ 2001 թվականին մենք ամենամոտն ենք գտնվել լուծմանը, երբ որ Քիվեստում հանդիպեցին Ադրբեջանի հանրության նախագահ Հեյդար Ալիևը եւ Հայաստանի այժմակա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ամերիկյան դիվանագիտության անմիջական հովանու ներքո, այդ ժամանակ ամերիկյան պետական քարտուղար Կոլին Փաուելը ինքը անմիջականորեն ըստեյցան միջնորդում էր բանակցային պրոցեսը եւ այդ պայն մենք շատ մոտ ենք համաձայնագրի, որով ըստեյցան Ադրբեջանը ճանաչում էր Արցախի անկախությունը, իսկ Հայաստանը վերադարձնում էր Արցախից դուրս գտնվող տարածքների մեծ մասը եւ դա կարող էր հիմք հանդիսանալ կայուն խաղաղության համար։ Ինչ տեղ ունեցավ դրանից հետո, երբ որ Հեյդար Ալիևի միջոցի համաձայնությունը նախնական տվել էր տարբերակ։ Եվ բոլորը կողմերը վերադարձել էին մեծ էֆիրը։ Երբ որ նա վերադարձավ Ադրբեջան, իր անմիջական շրջապատը հրաժարվեց ընդունել այդ տարբերակը։ Արդեն այդ ժամանակ Ադրբեջանի համար պարզ էր, որ ինքը ունի նավթային մեծ նոր հանքավայր, որը հնարավորություն ունի շահագործելու եւ մեծ ռեսուրսներ ներգրավելու երկիր։ Եվ իր անմիջական շրջապատը մասնապես իր տղան, որը հիմա Ադրբեջանի նախագահն է, Իլհամ Ալիևը, որը հետ համոզեցին այդ գաղափարից, ասելով, որ մենք կարող ենք ժամանակ շահել եւ ժամանակ շահելու միջոցով կարող ենք այս հակամարտությունը մեր օգտին լուծել։ Հիմա պետք չի համաձայնվել հարի առաջարկած պայմաններին։ Եվ արդյունքում այդ փորձը ձախողվեց, դրանից հետո բազմաթիվ նոր տարբերակներ են առաջացել մադրիդյան այսպես կոչված սկզբունքները, որի հիմքում 3 կարևորագույն սկզբունք կա, դա ուժի բացառումն է, տարածքային ամբողջականության ճանաչումը կողմերի եւ ազգերի ինքնորոշման իրավունքի միաժամանակ ճանաչումը որպես հավասարյալ սկզբունք, եւ այդ տարբերակների շրջանակում փաստորեն քան որ այդ սկզբունքները որոշակի նաեւ իրար հակասում են երկրորդ եւ երրորդը, գտնել մի տարբերակ, որում ամեն կողմ կկարողանա իր դեմքը պահպանել եւ փոխադարձ լուծումներ գտնել։ Այդ տարբերակները ենթադրում են փուլային լուծում, եւ փուլային լուծումը ըստ էության մի կողմից ձեռնտու չի հայկական կողմին, որտեղ հայկական կողմը համոզված չի, որ զիջումների գնալով սկզբում հետո վերջում կստանային ինչ-որ կուզենար ստանալ այսինքն Արցախի անկախությունը։ Եվ նաև ձեռնտու չի Ադրբեջանի ինչ-որ իմաստով, որտեղ նրանք էլ ենթադրում են, որ եթե փուլային առաջի քայլերը արվեն, ապա դա կբերի տարածաշրջան խաղաղ ուժերի մուտքի եւ ըստ էության վիճակը կցեմենտվի եւ իրանք հնարավորություն չեն ունենա այսուհետեւ ազդելու Արցախի կարգավիճակի վրա։ Այդ պատճառով համարը բոլոր բանակցությունները, որոնք այդ տրամաբանության ներքո այս ընթացքում տեղ են ունեցել, վաղ թե ուշ վերջացել են փակուղային ինչ-որ մի հատ արդյունքով, կամ մենք չենք համաձայնվել, կամ ավելի շատ իրան, հիմնականում իրանք չեն համաձայնվել։ Եվ վերջ անգամ 2011 թվականին տեղ են ունեցել բանակցություններ Կազանում, որտեղ կար փաստաթուղթ, որը էլի այդ տրամաբանության շրջանակներում մեր համար համեմատաբար բարենպաստ էր։ Ադրբեջանը վերջի պահին ներկայացրել է 10 դիտողություններ, որոնք ըստ էության իր տրամաբանությունը էլի փոխում են Ադրբեջանի օգտին, այսինքն Ադրբեջանի հիմնական տրամաբանությունը հետևյալն է, որ լինի փուլային կարգավորում, բայց այդ փուլային կարգավորումը չբերի տրամաբանորեն Արցախի ճանաչման, այսինքն իրանք վերջում թողեն մի հատ լուֆտ, որի արդյունքում Ադրբեջանը, ներողություն, Արցախը կարող է հայտնվի Ադրբեջանի կազմում։ Դա բերեց նա, որ բանակցությունները ձախողվեցին, եւ բանակցությունների ձախողումից հետո սկսվեց մի հատ նոր ժամանակաշրջան, մասամբ դա 2010 թվականից էր սկսվել, որում Ադրբեջանի տրամաբանությունը եւ ռետորաբանությունը կտրուկ փոփոխություններ կրեց։ Ինչ տեղի ունեցավ այդ ընթացքում։ Նախ Ադրբեջանի բյուջեն այդ ընթացքում 2010 թվականից սկսած կտրուկ աճեց։ Կտրուկ աճեց երկու պատճառով։ Նախ եւ առաջ նավթի գները բարձրացան, ճգնաժամից հետո նորից բարձրացան, բայց երկրորդը, որը շատ կարեւոր է, Ադրբեջանը նավթային ընկերությունների հետ ունի, այսպես կոչված շահույթի բաժանման ֆորմուլա,
Շահույթի բաժանման ֆորմուլան աշխատում է հետևյալ ձևով. ինչքան ընկերությունները ավելի շատ շահույթ են ստանում կուտակված, այնքան շահույթի ավելի մեծ մասն են փոխանցում Ադրբեջանին։ 2010 թվականից այդ ֆորմուլան հասավ իր վերջի այսպես կոչված տրիգերին, որից հետո Ադրբեջանը արդեն ստանում է շահույթի մոտավորապես 2/3-ը։ Եվ դա բերեց նա, որ Ադրբեջանը ունեցավ միաժամանակ երկու բան՝ բարձր նավթային գներ եւ շահույթի 2/3-ը ինքը նավթային հանքավայրերի շահագործումից կարողանում էր ստանալ, եւ դա բերեց նա, որ Ադրբեջանը ունի շատ մեծ ռեսուրսներ։ Եթե զանմատության համար ասեմ, որ դուք պատկերացնեք 6 տարվա ընթացքում 2010 թվականից մինչև 2015 թվականները Ադրբեջանը սպառազինությունների, բանակի եւ սպառազինությունների նաեւ ինդուստրիա-սեփական կառուցելու վրա ծախսել է մոտավորապես $20 միլիարդ։ Մոտավորապես $20 միլիարդ։ Շատ ոչ էֆեկտիվ է ծախսել, այսինքն մենք հետևում ենք իրենց ծախսերին եւ հասկանում ենք, որ իրենք ոչ էֆեկտիվ են ծախսել, բայց ծախսել $20 միլիարդ։ Հայաստանը այդ ժամանակամիջոցում ծախսել է մոտավորապես $3 միլիարդ։ Տարբերությունը համարյա 7 անգամ է։ Հիմա Հայաստանում շատ են խոսակցություններ, եկեք կուլակաթափ բանենք Հովիկ Աբրահամյանի տունը վաճառենք տանք բանակին, բան եւ պետք է հասկանալ հետեւյալ, եթե Հայաստանը ամեն ինչ նույնիսկ իդեալական աներ, բացարձակ թափանցիկ դեմոկրատական եւ այլն, կծախսեր այդ ընթացքում $5 միլիարդ։ Մեկը տարբերությունը շատ մեծ էր մնել, այսինքն Ադրբեջանի կուտական, որը չի ասում նրա մասում պետք չէր այդտեղ, եկե պետք էր, բայց կուտակային էֆեկտը մեկը հսկայական է եւ դա Ադրբեջանի ստեղծել է ներսում որոշակի տրամադրություն, որ իրանք այն քանակությամբ ուժ են կուտակել, որ հնարավորություն ունեն այդ ուժը հիմա ռազմի դաշտում կոնվերտացնեն մեր նկատմամբ ընդգծված միարժեք գերակայության ռազմական, հա։ Եվ այս ռազմական գործողությունները դրա արտահայտությունն են, բայց դրան գումարվեց եւս մի բան, որը շատ կարևոր է։ Երկու բան իրականում։ Նախ Ադրբեջանում անցյալ տարվա ընթացքում տեղի ունեցավ խոշոր դեվալվացիա։ Իրանք ամբողջ տարին փորձում էին նավթի նվազող գների պայմաններում պահեն սեփական արտահայտությունը, փորձում էին պահեն նաև տնտեսական սոցիալական վիճակը եւ այլն, բայց իրենց միջոցները վերջացան։ Իրանք տարվա ընթացքում վառեցին կենտրոնական բանկի ռեզերվների 2/3-ը, 13.5 միլիարդից ընկան մինչև 4 միլիարդ։ Այդ ընթացքում հա վառում են, մեկ էլ հասկացան, որ մեկ այն հույսով, որ հեսա նավթի գները կբարձրանան։ Մինչև տարվա վերջում մեկ էլ հասկանալի դառավ, ընդ որում գլոբալ աշխարհի մակարդակով, որ նավթի գները չեն բարձրանալու, այլ ընդհանրապես չեն բարձրանում։ Շուկայում տեղի ունեցած ստրուկտուրային կարևորագույն փոփոխություններ եւ նավթի գները չեն վերադառնալու $100։ Դա Ադրբեջանի ներսում ծնել է մի հատ կարևոր գիտակցություն, որ իրան ժամանակը, եթե մինչև այդ ժամանակ անդադ իրենց օգտին էր աշխատում, այլ ժամանակ իրենց օգտին չի աշխատում։ Միջոցները կրճատվել են, Ադրբեջանի ռազմական բյուջեն զանմատության համար ասեմ, որ պատկասեն 3.5 միլիարդից են գելա 1.5 միլիարդ այս տարի։ Ավելի բարձր։ Այսինքն կտրուկ ռեսուրսները նվազել են, երկրի ներսում սոցիալական լարվածությունը աճել է։ Այսօր երբ որ մենք խոսում ենք ադրբեջանական կառավարական մամուլում հաղորդագրություններ կան Զաքաթալայում եւ Ջալալաբադում խժդժությունները ճնշելու մասին։ Այսօր, հենց որ մենք այսօր խոսում ենք, երկու կա 3 խոշոր ազգային փոքրամասնություն, լեզգիներ, ավարներ եւ թալիշներ, որոնք լոյալ չեն Ադրբեջանին, որոնք ընդհանրապես ասած լուրջ դիմադրում են նաեւ իրանց երիտասարդներին զորակոչելուն, առաջնակից տանելուն, բան եւ այլն։ Այսինքն դրան գումարած կա նաեւ սոցիալական դժգոհություն, դրան գումարած պետք է հաշվի առնել Ադրբեջանից առնվազն 1000 մարդ կռվում է իսլամական պետության համար։ Այդ մարդիկ իրականում անցյալ տարի նույնիսկ խոսակցություն կար Ադրբեջանի նախարարներից մեկ ասաց չենք հասկանում ինչ եք գնում իսլամական պետության համար կռվելու, փող եք տալու եկեք մեր երկրի համար կռվեք։ Ես այդ կամ բաներ են պետք, պայմանագրային զինծառայողներ են պետք, փող էլ վճարում ենք, գնում եք ուրիշի համար եք կռվում։ Բայց այդ ինչի՞ց է, որտեղ այն մարդը որ գնում է իսլամական պետության համար կռվելու, նա չի ուզում Ալիևի ռեժիմի համար կռվի։ Նա համարում է որ Ալիևի ռեժիմը անարդար, շահագործող, հարստահարող ռեժիմ է հենց Ադրբեջանի համար։ Այսինքն կան մեծ քանակությամբ ներքին կուտակված լարվածություններ, որոնք Ադրբեջանին մղում են այս արկածախ ընտրությանը։ Ես նաև ուզում եմ ասեմ հետևյալը, որ 2014 թվականի օգոստոսից սկսած Ադրբեջանը նաև սկսեց կտրուկ աճեցնել լարվածությունը առաջնագծում։ Ուրեմն 2013 թվականը, որ եղել է ստեցան խաղաղության վերջի տարին, էլ այդ հիմա չի պատերազմը սկսել է 2014։ Խաղաղության վերջի տարին մենք ունեցել ենք ընդամենը 9 մարտական կորուստ ամբողջ տարվա ընթացքում։ 9 մարտական կորուստ։ 14 թվականին մենք ունեցել ենք 28 մարտական կորուստ, անցյալ տարի մենք ունեցել ենք 41 մարտական կորուստ, եւ այս տարի մենք ունենք արդեն 100-ի կարգի մարտական կորուստ։ Տարին չի բոլորած, հա, ընդամենը 4 ամսվա ընթացքում։ Պետք է հասկանալ, որ այսպես գնացել է ու Ադրբեջանը անընդհատ փորձարկել է տարբեր մեխանիզմներ։ Սկզբից դիպոկահարների, հետո դիպոկահարները, որ ցույց տվեց, որ առանձնապես մեծ առավելություն չունեն, մենք էլ մեր դիպոկահարները մոտեցրեցինք, իրանք էլ սկսեցին կորուստներ գրել, հետո պետք է հաշվի առնել իրենց դիրքերը մերից վատն են, ընդհանրապես ասած։ Այդ դիպոկահարների պայքարում իրանք ավելի շատ սկսեցին կորուստներ գրել։ Հետո անցան դիվերսանտների։ Դիվերսանտները հատուկ պատրաստված ուժեր են, բան եւ այլն,
իրանք սկզբից հաջողություններ ունեցան, օրինակ ես ասեմ 2015 թվականի հունվարին մեկ լուրջ կորուստներ են կրել դիվերսիաներից։ Հետո մերոնք ձևը գտան դիվերսիաների դեմ պայքարելու, իրանք այդ դիվերսիոն ջոկատներից մեկը բանում Գյուլիստանի ու մեր սահմանագծի արանքում ընկած շրջապատման մեջ 12 հոգի կորուստ տվեց անցյալ տարի մարտին։ Դրանից հետո դիվերսիաները մասշտաբը պակասեց, որտեղ հասկացան, որ մենք ձևերը գտել ենք։ Դրանից հետո անցյալ տարվա ինչ-որ պահից սկսած անցան արդեն բաներով, ականանետներով կրակի եւ այլն։ Իսկ դա աստիճանաբար աճել է։ Աստիճանաբար աճել է, մինչև ինչ-որ մի հատ պահի ոնց որ կապը կտրվեց։ Հիմա ինչ է այդ կապը կտրվել։ Ամենայն հավանականությամբ մենք Ադրբեջանը զգում է, որ ինքը փակողու մեջ է եւ պետք է անցնի կոշտ ուժային գործողությունների, բայց երկրորդը իհարկե անմիջականորեն կապված է Թուրքիայի վիճակի հետ։ Մեր մյուս հարևանը, շատ սիրված բոլորիս կողմից մյուս հարևանը, ըստ էության հայտնվել է բացարձակ քաոսի վիճակում։ Իր ներսում տեղի ունենում քաղաքացիական պատերազմ թուրք եւ քուրդ բնակչության, թուրք պետության եւ քուրդ բնակչության միջեւ, այդ քաղաքացիական պատերազմը վերջին մի տարվա ընթացքում արդեն 1000-ի չափ զոհ է տարել, պետք է հասկանալ 1000-ի չափ զոհ է տարել, են թաքցնում են, բայց իրանց երկրի տարածքում իրանք ռազմական գործողություններ են մղում սեփական բնակչության դեմ։ Միևնույն ժամանակ իրանք Սիրիայի սահմանագծում ունեն շատ բարդ վիճակ, որովհետև այնտեղ եւ Սիրիայի կառավարությունն է իրանց այդ դեմ եւ քրդական բնակչությունն է դեմ Սիրիայի եւ այլն, այսինքն այդ ամբողջ քաոսը բերել է Թուրքիայի ներսում տերորիստական ակտերի, ներսին քաղաքացիական պատերազմի, տեսնում եք իրանց խորհրդանում ինչ է կատարվում, այս տարի մենք տեսանք մի բան, որը երբեք տեղի չէր ունեցել, չէ՞։ Ու այն պահից սկսած, երբ որ Թուրքիան խփեց ռուսական ռազմական օդանավը, հասկանալի դառավ հետևյալը, որ Թուրքիայի ամբիցիաների մակարդակը այնքան է բարձրացել, որ ինքը արդեն արտարավեր է նայում Ռուսաստանին։ Հասկանալով նաև, որ Ռուսաստանը իր սահմանափակում է, իր տարածքում է, եւ դա բերեց նա, որ Թուրքիան դարձավ այս հակամարտության կողմ, որտեղ իրանց խնդիրը նաև նրանում է, որ իրանք ստեղծեն մի նոր հակամարտություն, իրանց կարծիքով Արցախը թույլ օղակներ։ Իրանք կարեն մեզ այստեղ հաղթեին Ադրբեջանի հետ միասին ու պարտադրեին ռուսներին նոր մի հատ գլխացավանք ըստ էության, մի հատ նոր բան, որում ռուսները ստիպված պետք է լինեին ըստ էության, բալանսավորել, իրանց իջումներ անել, բան եւ այլն։ Դա լրացուցիչ մի հատ խնդիր է, որ առաջացավ։ Ամենայն դեպս պետք է տեսնել, որ մարտական գործողությունների սկսման առաջի օրվանից սկսած թուրքական ամբողջ ղեկավարությունը, նախագահը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը, բոլորը մի ձայնով սկսեցին Ադրբեջանին աջակցել, որը բացարձակ բեսպրեցեդենտի դեպք, այսինքն երկու կողմերի իրար հետ պատերազմում բոլոր երկրները կոչ են անում խաղաղության, զսպվածության, որ մի կողմ ասում է գնացեք, խփեք, ջարդեք, լավ եք անում եւ այլն։ Ու բնականաբար Թուրքիան նաև կարողացավ կազմակերպել իսլամական կոնֆերենցիայի երկրների համաժողովում հայկական եւ Ադրբեջանի նպաստ որոշումներ եւ այլն, որը ցույց է տալի, որ նրանք ըստ էության կողմ են։ Հիմա, եթե կարող եմ ես շատ կարճ ասեմ, մեր կարծիքով ինչը մեր մոտ ստացվեց եւ իրականում ինչ խնդիրներ մենք ունենք ու այս սիտուացիան ինչ խնդիրներ ունեց։ Մի քանի բան, առաջինը մենք իհարկե եկանք անակնկալի եւ անակնկալը կորուստների ամենամեծ աղբյուրն էր, բայց այն պահից, երբ որ մեր զինված ուժերը ըստ էության հասկացան ինչ է կատարվում, հասկացան ինչ մասշտաբի հարձակում է գնում, ինչ կրակային հզորության եւ այլն եւ կարողացան ըստ էության արագ վերակազմավորվել, հա, սկսած ապրիլի 3-ից մենք կարողացանք հավասարակշռությունը ըստ էության վերականգնել եւ հիմա երբ որ բարձր դառնում ռազմական գործողությունների ամբողջ պատկերը, հիմա բարձր որ մեր զինծառայողները եւ 18-ից 20 տարեկան եւ պայմանագրային զինծառայողները իրենց սպաները իսկապես հերոսաբար են կրվել։ Իսկապես հերոսաբար են կրվել։ Եվ դա անսպասելի հերոսություն էր, այսինքն եղել են դիրքեր, որոնք մինչև վերջին մարտը զոհվել են, հրամանը չեն կատարել, հետ չեն քաշվել, ասում մենք այս դիրքից հետ չենք քաշվելու, հրամանը չեն կատարել, դիրքը մինչև վերջ պահել են։ Դա այս 21-րդ դարում, երբ որ մենք բոլորս սովորենք օֆիսներում ապրելու, Եվրոպաներում հանգստանալու բան, մի հատ լրիվ անակնկալ բան է մեր համար, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք պատրաստ են այդ հողի, այդ դիրքի համար, իրանց ընկերության համար եւ այլն, իրանց ներքին բաների ձեռնելով իրանց կյանքը զոհաբերել։ Եվ դա հսկայական առավելություն է, ինձ թվում է դա հենց այնա, որ Ադրբեջան չի աշխատել, որովհետեւ այն գրոհային ուժերը, որոնք գրոհում են մեզ, հիմնականում սպեցնազ է։ Առաջի օրը եղել է սպեցնազ։ Ու այդ սպեցնազի մեծ մասը կոտորվել է այդ կռվի ժամանակ, որովհետեւ հենց դա պատճառը, որովհետեւ տղեկ չեն նահանջել։ Մինչև վերջի մարտը կռվել են, ու նրանք մեծ կորուստներ են կրել։ Եվ դա շատ կարևոր է իրական։ Երկրորդ կարևոր բանը հենց այս է, որ մենք այս բոլորս իրար հետ հավաքված ենք այսօր, ու մենք հավաքված ենք ոչ թե ուղղակի ինչ-որ մեկի ելույթը լսելու։ Մենք բոլորս հավաքված ենք, որովհետև մենք ուզում ենք ամեն մեկս ինչ-որ բան անել։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այս կռիվը մեր կռիվն է, բոլորիս կռիվն է, որ սա Արցախի կռիվը չի, կամ իշխանությունների կռիվը չի, դա ամբողջ հայ ազգի կռիվն է, որովհետև իսկապես եթե այդտեղ այդ սահմանագծում մենք պարտվենք, այդ սահմանակիցը սովորելով աստիճանաբար գալու է հասնել է Երևանին։
աստիճանաբար, այսինքն իրենք չեն թաքցնում այդ։ Այդ մեր թուրքական հարևանները շատ լավ հասկանում են, որ եթե դու հարևը Հայաստանը ու հայկական ֆակտորը ստեղից հանես, Ստամբուլից մինչև Սինդիան, բանել է մեծ թուրքական պետություն։ Ճոց մենք տեսանք անցյալ տարի դրա հետաքրքիր բաներից մեկը, երբ որ հենց Ռուսաստանը մի քիչ թուլացավ, Ղազախստանն Նազարբաևը միանգամից վազեց գնաց Ստամբուլ, ասեց մենք բոլոր թուրքերս իրար հետ եղբայրներ ենք, եկեք իրար հետ համա մեծ թուրքական մի տարածություն ստեղծենք բան եւ այլ։ Դա ակնհայտ տենդենցիա է, որը տեղի ունենում։ Մասնապես նաև Ռուսաստանի եւ ուրիշ տարածաշրջանային խաղացողների թուլության ֆոնի վրա։ Մենք ոնց որ այդ սեպն ենք դրա, մեր վաղը չի բերել, որ մենք այդ սեպն ենք։ Լավ կլիներ մենք Վրաստանի տեղում ելնենք, մեր տակով անցներ, մեր ամեն անգամ մենք այդ հարվածի տակ չընկնենք։ Բայց քանի որ մենք այդ սեպն ենք, իրականությունն է, որ դրանք մեզ հանգիստ չեն թողելու։ Իսկ եթե հանգիստ չեն թողելու, նշանակում պետք է իրար հետ լինենք, որտեղ միասին կարանք հաղթենք։ Առանձին իրանք կարող են մեզ հաղթել։ Եվ եւս մի կարևոր բան, մեր վերլուծությունը ցույց է տալի, որ Ադրբեջանը շատ լուրջ է ամեն ինչին պատրաստվել նաև դիվանագիտական մակարդակով, շատ լուրջ։ Այսինքն եթե դուք հետևում եք առաջի օրը, հետևում եք առաջի օրի դիվանագիտական ֆոնը, շատ անբարենպաստ է մեր համար։ Ռուսաստանը լռում էր, Բելարուսյան նույնիսկ ինչ-որ մի հատ բան արեց, Եվրոպան, Ամերիկան ինչ-որ մի հատ շոկի մեջ չէին հասկանում, որ արձագանքի են բան եւ այլ։ Բայց մի ամսվա ընթացքում կոմունիկացիոն ֆորումը շեղվեց մեր օգտին։ Կտրուկ մեր օգտին չի, բայց շեղվեց մեր օգտին։ Օրինակն ես ասեմ։ Ռուսաստանում հասարակության մեծ մասը Հայաստանին է աջակցում։ Հարցումները ցույց են տալիս, որ մեծ մասը Հայաստանին է աջակցում։ Ինչ որ պահի առաջ օրերին ես հիշում եմ, որ մենք Մոսկվայում դեռ խոսակցությունների մեջ էինք, առաջին մի քանի օրերը ռուսական իշխանությունը արգելում էին ընդհանրապես որն է հայրենապաստ հաղորդում։ Ընդհանրապես արգելում էին։ Արգելք էր դրված, ասում էր հավասարված, բալանսավորված բան ուղղակի որ չեզոքիվան։ Ինչ որ պայծկած սկսեց։ Այդ սկսեց մի քանի տարբեր պատճառներով, որովհետև տեղի հայությունը աշխատեց, որովհետև մեր իշխանությունը աշխատեց, որովհետև իրանք հասկացան ինչա տեղի ունենում եւ այլն, շատ բան։ Բայց կոմունիկացիոն ֆոնը սկսեց շեղվել։ Կոմունիկացիոն ֆոնը սկսեց շեղվել նաեւ Միացյալ Նահանգներում, նաեւ Եվրոպական միությունում, այսինքն մեր հիմնական գործընկերներում կոմունիկացիոն ֆոնը հիմա սկզբից եթե բացարձակ չեզոք էր, հիմա չափավոր դրական է մեր օգտին։ Մասնապես դրան նպաստեց նաև Ադրբեջանի գազանությունները, մասնապես նպաստեց դրան, որ իրանց դեսպանները Մոսկվայում հիմար սկսեց խոսալ, որ հա մենք ենք հարձակվել, լավ ենք արել եւ այլն, էլի։ Սկսեց բացահայտվել այդ բաները, ու սկսեց ակնհայտ դառնալ, որ եթե մարդիկ պնդում են, որ իրանք են հարձակվել, ո՞նց է հավասարի նշան դնում դրանից հետո։ Չի կարելի հավասարի նշան դնել։ Հիմա իհարկե այս իրավիճակը ցույց տվեց նաև մի շարք շատ մեծ խնդիրներ։ Սա ոնց որ արագ միանգամից մի հատ կատալիզատոր հանդիսացավ, որ մենք հասկանանք մեր ներքին թուլությունները։ Առաջի եւ ամենամեծ թուլությունը դա մեր քաղաքական համակարգի կոռումպացվածությունն է։ Դա ամենամեծ մեր թուլությունն է, որը բերել է նրան, որ այդ 20 տարիների ընթացքում մենք զարգացման մեր պոտենցիալի զգալի մասը չենք իրացրել։ Մենք չի որ մենք չենք զարգացել։ Հիմա բոլորս նստած ենք Impact Hub-ում, հասկանալ է, որ 5 տարի առաջ այս Impact Hub-ը չկար։ Ու շատ բաներում ենք զարգացում ապահովել, բայց մեր զարգացման ամբողջ պոտենցիալը չենք իրականացրել։ Ինչ-որ իմաստով մեր զարգացման զգալի մասը եղել է քաղաքական համակարգին ի հեճուկս, ոչ թե քաղաքական համակարգի շնորհիվ։ Եվ մենք այսօր ունենք այդ խնդիրը, քաղաքական համակարգը արագ տեմպերով, արագ ռադիկալ դաժան ինչ-որ իմաստով տեմպերով, առանց էլ սյուսյոների, բաների եւ այլն, որ եկեք մտածենք, բա ինչ կլինի, ոնց կլինի, բա որ հանգարցես օլիգարխը սենց անի, բա որ իր մամուլում սենց բան գրի եւ այլն։ Չէ, ժամանակ անցել է, պետք է գնալ արագ վերափոխումներ, այդ մի խնդիրն է։ Երկրորդ խնդիրը հետեւյալն է, որ մենք հայերս ընդհանրապես եւ դա միայն քաղաքական իշխանության խնդիրը չի։ Մենք հայերս մեր տնտեսական ռեսուրսի զգալի մաս ունենք ամբողջ աշխարհով մեկ։ Ամբողջ աշխարհում ենք։ Մեր տնտեսական ռեսուրսը բավական մեծ է։ Եվ մեր տեխնոլոգիական ռեսուրսն է մեծ, եւ մեր կոմունիկացիոն ռեսուրսն է մեծ։ Մենք պետք է սկսենք դա ֆոկուսացնել Հայաստանի վրա։ Սա երկրորդ մեծ խնդիրն է։ Վերադարձ Հայաստանը, որի հոգաբարձներից մեկը ես եմ, արդեն 4 տարի է անընդհատ, եթե դուք հետևել եք, փորձում է այդ կոմունիկացիոն տրամաբանությունը տանել։ Որ Ժորժ ջան, պետք է հայրենադարձվել։ Եթե չեք կարողանում հայրենադարձվել, այստեղ պրոյեկտներ արեք։ Եթե չեք կարողանում այստեղ պրոյեկտներ արեք, օգնեք նրանց, ովքեր այստեղ պրոյեկտներ ան։ Ռեսուրսը պետք է այստեղ կուտակել։ Այս երկիրն է, որում որոշվում է հայության ճակատագիրը։ Հայության ճակատագիրը ամբողջ արգանքով անդր չի որոշվում Բեյրութում, Փարիզում, Մոսկվայում կամ Լոս Անջելեսում։ Ստեղ է որոշվում։ Այնտեղ բոլորը օժանդակ կառույցներ են։ Բոլորը ստեղ է որոշվում, ստեղ է պետք ռեսուրս կուտակման։ Եվ երրորդ խնդիրը, որը շատ մեծ է։ Տեսեք, մենք այս ընթացքում վերջի 2 տարիների ընթացքում մեր մյուս հիմնադրամը Արարը ինտենսիվ աշխատում էր բանակի ղեկավարության հետ, փորձելով նաև աջակցել որոշակի բանակային ռեֆորմների։ Մենք հասկացանք հետևյալը. բանակը ունի 2 խնդիր։ Մի խնդիրն է, որ իր միջոցները իսկապես չեն բավականացնում։ Իսկ օբյեկտիվ իմաստով բանակի մեջ ավելի մեծ ռեսուրսներ պետք դնել, երբ որ հակառակորդը բազմակի մեծ ռեսուրս է դնում։ Բայց մյուս խնդիրը այդ ռեսուրսների նաև արդյունավետ օգտագործումն է։ Ու մենք շատ ենք խոսում բանակում կոռուպցիայի մասին։ Չնայած բանակում կոռուպցիայի մակարդակը գուցե ավելի ցածր է, քան թե մնացած ամբողջ պետական համակարգում։
բայց խնդիրի մի մասն էլ կարողություն խնդիր չի։ Խնդրի մի մասը նաև իրականում capability-ների, կարողությունների խնդիր է։ Օրինակ տեսեք, ես հիմա նայում եմ ձեր վրա, բոլորդ համոզված եմ, կյանքում կայացած հաջողակ տաղանդավոր մարդիկ եք, ձեզանից ոչ մեկը չի ենթադրում, որ ինքը կարող կայանար բանակում, որ ինքը կարող դառնալ սպա, որ կարող լիներ գենշտաբի աշխատող, որ կարող զբաղվել ռազմական մատակարարումներով կամ ռազմական տեխնոլոգիաներով եւ այլն։ Նույնիսկ չեք դիտարկում դա որպես հնարավորություն։ Իսկ մենք պետք է հասկանանք, եթե մենք մեզանից յուրաքանչյուրը ամեն մեկս առանձին էսս չենք հասկանում, որ մեր անվտանգության խնդիրը պետք է լուծեն կարող մարդիկ, որտեղ դա շարքային զինվորը չի լուծում։ Շարքային զինվորը իրականացնում է այն խնդիրը, որ իր առաջ դրել է ղեկավարությունը։ Եթե մենք չունենք նորմալ բանակի ղեկավարություն, մենք չունենք կարող կադրեր եւ այլն, հա, փառքաստու ունենք ինչ-որ չափով, բայց դրա մասշտաբն էլ է մեծացնել։ Հիմա այդ իմաստով մեզանից յուրաքանչյուր ինչ կարող անենք, չեմ ասում, որ ամեն մեկը գնաք այսօր սպա դառնանք, բայց մենք օրինակ նույն հարցը երբ մեզ տվեցին 3 տարի առաջ, թե մենք ինչ կարող ենք անել, մենք հասկացանք հետեւյալը, որ բանակը ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարոտ են։ Այդ խնդիրներից մի մասը լրիվ փակ է, ոչ մեկի առաջ չի բացվում, հա, թե ոնց են Իսկանդեր բերում կամ Սմերջ բերում, բայց մի մասը լրիվ բաց խնդիրներ են։ Ռազմական կրթության խնդիրը ենթադրենք, հա, տեխնոլոգիական մեր ոլորտի եւ բանակի համագործակցության խնդիրը, պերսոնալի զարգացման խնդիրը եւ այլն։ Մենք գնացինք ասենք ախպերեք, մենք ձեզ օգնենք այդ խնդիրները լուծեք։ Մենք այդ կոմպետենցիաներ ունենք, եթե մենք խաղաղ կորպորացիաների համար, բիզնես կորպորացիաների համար այդ խնդիրները կարողանում ենք լուծել, ձեր համար էլ կարող ենք լուծել։ Այդ իմաստով ուզում եմ ասեմ, որ շատ մեծ ոլորտ կա բանակին օգնելու, բայց այդ օգնությունը պետք է տեղի ունենա ոչ թե ինչ-որ մի հատ պահ, երբ որ դանակը ոսկորին է հասել, երբ որ բոլորս գիտենք, որ դժվար է, այլ պետք է ամեն մեկս ինչ-որ պահ հասկանանք, որ գործ է պետք անել, գործ տարվա վրա այս կռիվը երկար է տևել, գնանք առաջ։ Այդ իմաստով մի քանի ոլորտ, որը արագ արձագանքի կարիք ունի եւ որը լրիվ քաղաքացիական մասում է։ Ու այս ոլորտներում մենք արդեն սկսել ենք զբաղվել, ավելի մանրամասն կպատմենք։ Մեկը հետևյալն է, տեսեք, մեր բուժօգնության համակարգը։ Մեր ռազմական գործողությունները հիմա աստված չանի, կարող է մինչև շաբաթա վերջ նորից սկսեն ռազմական գործողությունները, կարող է դրան գնա, եթե ինչ-որ մի հատ լիցքաթափում չլինի, պետք է հաշվի առնել, որ հիմա ամեն կողմից առաջնագծի այս ու այն կողմից կանգնած է մոտավորապես 30,000 զինված մարդ, ու իրանք ընդվորում զինված են ոչ թե ինքնաձիգներով, ծանր սպառազինություններով, ծանր սմերչերով, գրադներով, տանկերով, ուղղաթիռներով, սպայքերով, ֆագոտներով եւ այլն։ Կրակային ինտենսիվությունը հսկայական է, երբ որ սկսում են ռազմական գործողություններ, դուք օրական ստանում եք տասնյակ զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ։ Հա? Եվ եթե դուք ունեք այդպիսի իրավիճակ, ձեզ պետք է որ ձեր առողջապահական ծառայությունը ուղղակի դրա հետևից հասցնի, հակառակ դեպքում վիրավորները բոլորը զոհ կդառնան։ Զոհին չես գուցե փրկի, չնայած նույնիսկ այս գործողությունների ընթացքում, եթե մեր առողջապահական ծառայությունը ավելի ուժեղ լիներ, մի քանի մարդ կա կոնկրետ դեպքեր կա, որ օրինակ մահացել են արյունահոսությունից, չեն հասցրել իրենց տեղափոխին։ Մի խնդիրը դա, որ մեր առողջապահական ծառայությունները հիմա ուժեղացնենք, եւ մենք կպատմենք հեսա, թե դրա համար մենք ինչ ենք անում։ Երկրորդ խնդիրը, որը ակնհայտ խնդիր է, այդ խնդիրով մենք սկսել ենք զբաղվել 1.5 տարի առաջ, հիմա փառք Աստծո, որ մենակ առանձին մենք ենք անում, հիմա բոլորը սկսել են դրանով մտահոգվել, բայց դա չի նշանակում, որ չպետք անել, պետք է շարունակել անել եւ մենք էլ ենք շարունակում անել։ Դա զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցությունն է։ Հիմա ես ասեմ, որ դուք պատկերացնեք, զոհվածների մեծ մասը եւ դա ամբողջ մամուլը գրում է եւ մենք բոլոր մեր այցելությունները բերել են նույն այդ համոզման։ Զոհվածների ճնշող մեծամասնությունը սոցիալապես անապահով ընտանիքներից են։ Եվ զինակոչիկների բնականաբար պայմանագրային զինծառայողներ, որտեղ պայմանագրային զինծառայողները ճշշող մեծամասնությամբ այդ ընտանիքներից են, հենց դրա համար են գնում պայմանագրով ծառայում։ Սպաների մեծ մասն շատ ծանր կյանքով են ապրում։ Շատ ծանր կյանքով են ապրում։ Այդ բոլոր ընտանիքները հիմա պատկերացրեք, հա, որ Վարդանը մի հատ օրինակ կպատմի դրա մասին։ Այդ բոլոր ընտանիքները մասնապես ընտանիքներ, որ երեխաներ ունեն, հա, իրենք պատկերացրեք, մնում են այս գործողությունների արդյունքում առանց կերակրող ձեռքի։ Երեխաներով, մենակին եւ այլն, էլի։ Այդ մարդկանց իսկապես լուրջ օգնություն է պետք, լուրջ ու եթե ասում են դե գիտեք հիմա շատերն են սկսել օգնել, թող 10 կազմակերպություն օգնի մի ընտանիք, թող 100 կազմակերպություն օգնի։ Մեկը այդ իրանց զոհված հոր, որդու, եղբոր արյունը մենք չենք կարող փոխհատուցենք։ Դա համար ինչքան որ կարանք պետք է անենք եւ ոչ միայն նյութապես։ Երբ որ մենք այդ մարդկանց կողքին ենք, երբ որ մենք իրանց ցավ ու վիշտը կիսում ենք, երբ որ մենք ցույց ենք տալիս, որ մենք գնահատում ենք իրանց զոհողությունը, դա իրանց համար շատ կարևոր է։ Ես ինչքան ընտանիք այցելել եմ այս ընթացքում, մինչև այս նաեւ գործողությունները էլ առաջին հերթին։ Ես հասկացել եմ հետեւյալը, որ մարդիկ շատ մեծ ցավի ու վշտի մեջ են, բայց միևնույն ժամանակ շատ արժանապատիվ են այդ ցավի վշտի մեջ։ Շատ արժանապատիվ են։
Իրանք գնահատում են իրանք երեխեքի զողողությունը, իրանք հպարտանում են այդ զողողությամբ։ Երբ որ դու գալիս ես այդ մարդկանց կողքը նստում ես, իրանք այդ մի հատ օղորմոթաս ես խմում, իրանք այդ մի հատ ֆշտակցում ես, եւ այդ մարդկանց հպարտությունը, որ իրանք երեխու արունը անիմաստ չի թափվել։ Այդ մենակ հպարտությունը իրանք կյանքի լրացուցիչ լիսկ է տալի, լրացուցիչ օպտիմիզմ է տալի։ Ես հիշում եմ դեպքեր, երբ որ մարդիկ ուղղակի ասում են, որ մենք համարում ենք, որ մեր երեխան անիմաստ է զոհվել այս երկրի համար, երբ որ դուք եկաք, մենք հասկացանք այդ իմաստը որն է։ Ես ուզում եմ դες ասեմ, ձեզանից յուրաքանչյուրը կարա դանի։ Դրա համար ոչ մի հատուկ բան պետք չի։ Ձեզանից յուրաքանչյուրը կարանի, մենք մեր կամպանիան հիմա որ անում ենք, շատ բաց է, ինֆորմացիան անդադ տարածվում, ձեզանից ով ցանկություն ունի, եկեք միացեք այդ այցելություններին, հա։ Հաջորդ խնդիրը։ Ուրեմն այս փորձը ցույց տվեց հետևյալը, որ կռիվը մղվում է ոչ միայն ճակատում առաջնագծում, կռիվը մղվում է գլխի գլուխների համար։ Կռիվը մղվում է գլուխների համար, մտքի համար, սրտի համար եւ այլն։ Ադրբեջանի օրինակ կարևորագույն գործողություններից մեկը հետևյալն էր. մեզ համոզել, որ մենք պարտվել ենք։ Իր ժողովրդին համոզել, որ իրանք հաղթել են, մեզ համոզել, որ իրանք պարտվել են։ Որ մենք պարտվել ենք։ Սա շատ կարևոր բան է։ Եվ ընդհանրապես ամբողջ աշխարհին ներկայացնել այդ նարատիվը, որ մենք հաղթել ենք հայերին ու հիմա պետք է ուժի դիրքերից խոսենք։ Թող հայերը բանան, զիջում են։ Մեզ շատ կարևոր է հետևյալը, որ այդ նարատիվին դու հակադրես ուրիշ նարատիվներ չեք պարտվել, իրականում ոչ ոքի է եղել։ Տրամաբանորեն երբ որ նայում ես ռազմական գործողությունների ամբողջ արդյունքները եղել է ոչ ոքի։ Երկրորդը, շատ կարևոր է ցույց տալ մնացած բաները։ Ադրբեջանը դիկտատորական պետություն է, ըստեյության ժողովուրդների բանտ է։ Ադրբեջան սեփական ժողովրդի նկատմամբ շատ դաժան վարվում, էլ որ մնաց մեր ժողովրդի նկատմամբ։ Մենք ոչ մի շանս չունենք այդ երկրի ներսում որևէ ավտոնոմիա ունենալու եւ այլ։ Այսինքն կան կոմունիկացիոն մեծ քանակության մեսեջներ, որոնք պետքա տարածել, բայց այդ տարածելը մեր բնական ռեակցիան որն է, Facebook-ում մեր ընկերներին գրել է, չէ՞։ Հավատացնում ես դա բացարձակ անօգուտ բան է։ Շատ չնչին օգուտով տենց ասենք էլի, որովհետև դա ուղղորդված է։ Այ երբ որ Washington Post-ն է դրա մասին գրում, կամ New York Times-ն է գրում, կամ Financial Times-ն է գրում, կամ ռուսական Kommersant-ը լրիվ ուրիշ է։ Բայց որպեսզի դրան գրեն, այդ մամուլի հետ պետք է լուրջ աշխատել, մամուլի քաղաքագիտական կենտրոնների, մեզ անդադ թվում է, որ երկիրները ղեկավարվում են մենակ իրանց բարձրագույն պաշտոնյաների կողմից։ Հավատացնում ես նույնիսկ Ռուսաստանի դեպքում կան օրինակ Վալդայան ակումբ, կան ուրիշ կառույցներ, բան կա, արտաքին քաղաքական խորհուրդ կա եւ այլն, որտեղ նստած են պոլիտոլոգներ, որոնց կարծիքը շատ կարեւոր է։ Իրանք կարծիք են ձևավորում։ Ու այդ մարդիկ ղեկավարներ չեն, այդ մարդկանց հետ հնարավոր է շփվել։ Ես այս ժամանակի ընթացքում գնացել եմ 2 օր, շփվել եմ դրա համար։ Ու այդ մարդկանց հետ նաև անընդհատ աշխատանք, անընդհատ կոմունիկացիան, անընդհատ բանը արդյունք է տալիս։ Պետք է մտածել, ձեզանից ով կարա տես process-ների մեջ ներգրավի, կամ ով կարա տես process-ներին աջակցի, դա բացարձակ հասարակական process է, ռազմական process չի։ Ու պետք է հիշեք, օրինակ ես Դոնբասի պատերազմն էլ ցույց տվեց, որ պատերազմը երկու մակարդակով է մաղվում։ Մեկը ռազմի դաշտում, մեկը մեդիայում։ Որտեղ մեդիայում շատ կարևոր բաներ են փոխվում։ Մտածեք մեդիայի մասին։ Հաջորդ բանը մի քիչ կարող է ավելի բան ասեմ, հակասական ասեմ, բայց տեսեք, հուսով ենք, որ ռազմական գործողությունները չեն սրվի, բայց եթե ռազմական գործողությունները սրվում է, դա նշանակում է, որ մեզ պետք է լինելու անընդհատ ռեզերվներ։ Անընդհատ ռեզերվներ, որովհետեւ մենք կարողանանք դիմակայել, վերջին հաշվով ոնց եղավ նախորդ պատերազմի ընթացքում, երբ որ մինչև 93 թիվը կռվում էին կամավորներ, բայց 93 թվի վերջից սկսած ռազմական գործողությունների մասշտաբը այնքան մեծացավ, որ Հայաստանի Հանրապետությունը ստիպված եղավ զորակոչ իրականացնել լրացուցիչ ռեզերվիստների զորակոչ։ Հիմա կարող է այդ վիճակը եւս առաջանա։ Եթե տենց վիճակ առաջանում ենք, մեզանից յուրաքանչյուրը ընդհանրապես պետք է պատրաստ լինի կռվի։ Ինչքան շատ պատրաստ լինես կռվի, այնքան քիչ հավանականությամբ այդ կռվում կվնասվես։ Լավ կռվողն է որ հետա գալի իրականում։ Որտեղ վատ կռվողը նույնիսկ չի, շատ վատ կռվողը այն կռվողն է, որ նույնիսկ չի հասկանում, թե գյուլն որ դեից է գալի։ Որ նաև չի պատկերացնում, էլի իրականում կռվի տրամաբանությունը ոնց է տեղնում։ Այդ իմաստով, ով որ ժամանակ ու հնարավորություն ունի, գնացեք Պայստազորի հավաքներին։ Մենք անցյալ տարի արդեն սկսել ենք կազմակերպել Պայստազորի հավաքներ, այս տարի էլ կկազմակերպվեն Պայստազորի հավաքներ, Պաշտպանության նախարարության հետ համատեղ։ Կամավոր համբեր, ոչ թե պարտադիր, այլ կամավոր հավաք։ Ինչքան ավելի պատրաստ լինենք ռազմական գործողությունների, այնքան ավելի մեծ հավանականությամբ այդ ռազմական գործողություններից սաղ սալամատ հետ կգանք։ Մի քիչ կոպիտ բան եմ ասում, բայց այդ իրականությունն է։ Պետք է սովորել դրան։ Եվ ընդհանրապես ասած, վերջի բանը, որը շատ կարևոր է, այս ամբողջ իրավիճակը մեր համար հնարավորություն է երկրի ներսում փոփոխություններ իրականացնելու։ Երկրի ներսում փոփոխությունները կիրականանան, եթե անընդհատ լինի հասարակության շում եւ պահանջ։ Մենք տեսանք, որ այս ապրիլ ամսվա ընթացքում արդեն մի քանի կոռուպցիոներ հրաժեշտ տվեցին իրանց պաշտոնին, ավելին sense երկու կոռուպցիոներ եւ երկու գեներալ, որոնք ձախողել էին իրանց աշխատանքը, իրանց մասին դժվար ասել իրան կոռուպցիոներն, բայց իրանց աշխատանքը ձախողել են։ Երկուսը կոռուպցիոներ էին, այդ հայտնի է։ Այդ մարդիկ հրաժեշտ տվեցին։
Դա ընդհանրապես սկիզբն է, մենք չպետք է թողենք իշխանությանը, որ ինքը սահմանափակվի կոսմետիկ բաներով։ Իշխանության ներսում կոռուպցիան շատ տեղերում է, շատ մասերում է։ Պետք է ընդհանրապես ասած խնդիրը դնել այնպես, որ մարդկանց զոհաբերություններով մի գնացեք կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհով։ Դրանք հասկանում են ոնց մենք մարդ չունենք, էս չունենք եւ այլն։ Պետք է ճնշումը շարունակել, բայց այդ ճնշման հակառակ կողմն էլ կա։ Որոշ դեպքերում իրանք ասում են դարի դու արա։ Դարի դու արա։ Մեզ այնց ոմանք պետք է պատրաստ լինեն գնալու, անելու ներսից գնալու կոռուպցիան արմատախիլ անելու։ Որտեղ դա էլ է պետք հիշել, էլի իշխանության խնդրի մի մասը նաեւ դրանում է, որ ձևավորել է կոռուպցիոն համակարգ, որի մեջ մեծ քանակությամբ մարդիկ սովորել են տենց ապրել։ Տենց են ընտանիք պահում, տենց են ընկերության հետ շփվում, տենց են ստատուսի մեջ հայտնվել եւ այլն։ Մոդել է տենց դառել այդ ձևի մեջ ապրելը։ Դրանց դժվար է փոխել, եթե հանում ես տեղը պետք է բերես են մարդիկ, որոնք պատրաստ կլեն սկզբունքայինորեն հրաժեշտ տան կոռուպցիան։ Ոստեղ շատ մարդ կա, որ պետական համակարգից դուրս հաջողության է հասել, մտածեք դրա մասին, որ պետք է այս պահին նաև մտնել երկրի պետական տարբեր կառույցների մեջ ու դարձնել այդ կառույցները կոռուպցիայից զերծ, էֆեկտիվ, արդյունավետ, արագ աշխատող եւ այլն։ Դա շատ կարևոր խնդիր է։ Ինչ ենք մենք այդ իմաստով անում, երևի տեղակ եք շատերը, մեր էջը տեսել եք, մենք սկսել ենք արշավ անմիջական առաջնային կարիքները հոգալու համար։ 3 մասի է բաժանվում առաջնային կարիքները, ես ձեզ ասացի արդեն բժշկական ծառայությունների մասին, մենք հիմա իրականացնում ենք բժշկական ծառայությունների մասով անմիջական աջակցություն, բժշկական սարքավորումների մատակարարում, ռեանիմաբիլների ստեղծում եւ այլն, արդեն ավելի մանրամասն կպատմի։ Երկրորդը նպատակ ենք դրել բոլոր զոհված զինծառայողների ընտանիքներին այցելել առաջին հերթին հոգեբանական աջակցություն ցույց տալու համար, բայց նաև նյութական աջակցություն ցույց տալու համար այդ process-ը արդեն սկսել ենք, Վարդան եւս կպատմի։ Եվ եւս ունենք ինչ-որ քանակությամբ նաև ծանր վիրավորներ։ Փառք Աստծո, ծանր վիրավորների թիվը ավելի քիչ է, քան մենք ակնկալում ենք։ Իսկ կա այս ռազմական գործողությունների ընթացքում մոտավորապես 125 վիրավոր, որից 15-ներ որ ծանր վիճակում են գտնվում։ Խնդիր գոյություն ունի նաև իրանց անմիջական աջակցության, հետագայում իրանց սոցիալական եւ առողջական ռեաբիլիտացիայի, հա։ Առողջական ռեաբիլիտացիայի դա էլ կարևոր խնդիր է, որ մենք սկսել ենք իրականացնել։ Մենք ինչ ենք արել։ Մենք ստեղծել ենք մեր 3 կառույցներով, Վերագարձ Հայաստան, Արար եւ Սահման կառույցներով համատեղ դրամահավաք արշավ։ Ստեղծել ենք դրա համակարգող խորհուրդ, որի մեջ մտնում եմ ես, Ջորջ Տաբակյանը Սահմանից, Մանուկ Երգենյանը Արարից, Սևակ Հովհաննիսյանը Արարից, Վարուժան Ավետիքյանը Արարից եւ Վարդան Մարաշյանը Վերադարձ Հայաստանից։ Համատեղ կառույց ենք մենք ստեղծել համակարգող խորհուրդը, մարդկանց այս մեծ մասին դուք ճանաչում եք, դա մենք արել ենք ըստ էության նաև որպես վստահության մեխանիզմ, որտեղ շատ մարդիկ են հարցնում, իսկ ինչպես մենք համոզված լինենք, որ մեր միջոցները կբաշխվեն ճիշտ, կգնան համապատասխան ընտանիքներին եւ այլն, ասենք մեր ռեպուտացիան է, մեր անցյալում արած աշխատանքն է եւ բացի դրանից բացարձակ թափանցիկ process ենք անելու։ Մենք արդեն հիմա ցույց ենք տալի ինչքան միջոց ենք հավաքագրում, անցյալ շաբաթվա վերջի տվյալներով հավաքագրել ենք $124,000։ Կարիքը մեր կարծիքով, եթե զոհերի թիվը չաճի, կլինի մոտավորապես $260,000-270,000 կարգ, այսինքն մոտավորապես 2 անգամ ավել, բայց ցավոք վախենա, որ իրականում զոհերի թիվը շարունակելու է աճել։ Եվ այդ իմաստով այս դրամահավաքը մենք անելու ենք անընդհատ։ Դրամահավաքը անելու ենք անընդհատ։ Հիմա Facebook-ում էջ ունենք, շատ արագ կունենանք կայքը նաև, հիմա զբաղվում ենք նրանով, որ ստեղծենք կայքը։ Կայքի վրա անընդհատ մենք ունենանք մի քանի տիպի տեղեկատվություն։ Կարիքների գնահատականը, հավաքագրված միջոցները, մասնակիցները, որոնք միջոցներ են տրամադրել, բայց առանց նշելու թվով ինչքան, բայց ընդհանուր թիվ, հա, որովհետև մարդկա շատ է կարողանում, մարդկա քիչ է կարողանում, հա։ Կարիքները եւ առաջիկա քայլերը, որովհետեւ դուք նաեւ իմանաք ինչին կարող եք միանալ։ Ու մասնակցեք այդ process-ին։ Ես այսքանով սահմանափակվեմ, փոխանցեմ Վարդանին մի շարք այլ ավելի մասնավոր նախաձեռնությունների հետ, որ կրկնություն չլինի կամ էլեմենտար նույնիսկ եթե բոլորը որոշել են աջակցել ընտանիքներին, ապա իրար հետևից երկու օր իրար հետևից չգնանք չհարցնենք նույն ընտանիքները։ Եվ նույնպես փորձում ենք նաև ստիպել եւ խնդրել Պաշտպանության նախարարությանը, թե Արցախում ենք եղել այցելությունով, որպեսզի իրենք էլ տանեն կոորդինացիոն աշխատանք, որ իրենք գնահատեն ինչ է իրենց պետք, հրապարակեն եւ նաեւ որոշակի հաշվետվություն ներկայացնեն, թե ինչ արվել, ինչ արդեն պետք չի եւ այլն։ Հիմա ես անդրադառնամ, թե մենք ինչ ենք արել այս մի քանի շաբաթվա ընթացքում։ Իրականում ավելի շատ ճիշտ ասած նման ընտանիքների սկսենք վիրավոր եւ զոհված մեր զինվորների ընտանիքների այցելություններից իրականում փորձը ցույց է տալիս, որ ճիշտ է գնալ այդ ընտանիքները այցելել մի քանի շաբաթ հետո
որտեղ առաջի պահին ամեն դեպքում բարեկամներ կան, ծանոթներ կան եւ այլն իրենք օգնում են եւ մի քանի շաբաթ հետո իրենք հայտնվում են այդ վիճակում, որ արդեն ոչ մեկ իրանցով չի զբաղվում եւ այլն եւ իրենք ավելի պատրաստ են սարսրտորեն հասկանալ, ընդունել իրավիճակը եւ հասկանալ թե ինչի կոնկրետ կարիք ունեն եւ այլն։ Ինչ որ մենք անում ենք, այս պահին մենք նորից անմիջական ռեակցիա ենք տալիս իրավիճակին, չնայած համոզված եմ, որ սրա արդյունքում, այս ամենի արդյունքում մենք պետք է գտնենք ինստիտուցիոնալ լուծումներ այս խնդիրներին, որովհետև այդ ընտանիքները ունեն կարիք երկարաժամկետ աջակցության, ճիշտ ստատուսի Հայաստանի Հանրապետությունում, իրանց երեխաների համար լրացուցիչ հնարավորությունների եւ նորմալ ֆինանսական աջակցության, որովհետև առաջի պատերազմից հետո, Արցախյան պատերազմից հետո մենք այդ անարդարությունը հատկապես այդ հարցում սպանիչ ա եղել։ Որովհետև մարդիկ զոհվել են, իրենց ընտանիքները աղքատության մեջ են եղել եւ դա ամենամեծ մեր մեղքն է որպես ազգ, որ մենք դա թույլ ենք տվել։ Հիմա այստեղ արդեն պետք է հաստատ այդ խնդիրը լուծենք, եթե մենք ուզում ենք, որ զինվորը, որ կանգնած է առաջնային գծում եւ ում կյանքը վտանգի մեջ է, որ ինքը վստահ լինի, որ եթե Աստված Եվրոպայի մի բան լինի, իր ընտանիքը ապահոված է լինելու, ճիշտ է, կարող է շատ լավ չէ, բայց մինիմալ պայմանները պարտադիր ապահոված պետք է լինեն։ Հիմա մինչ այսօր մենք Պաշտպանության նախարարության հետ ճշտեցինք, որ 16 հոգի կա, որ ծանր եւ ծառայիղ ծանր վիրավորներ են, հիմնականը Մուրացան ռազմական հոսպիտալում են գտնվում, մի մասը Էրիբունի եւ մի մասը Ստեփանակերտի, ընդամենը 2 հոգի Ստեփանակերտի հոսպիտալում են գտնվում։ Մենք նախնական զրուցեցինք ծնողների հետ եւ վերջերս գնացինք 8 ընտանիքների, որ գտնվում են Մուրացան հոսպիտալում, միանավակ աջակցություն ցուցաբերեցինք, իրենց հետ զրուցեցինք եւ երկարաժամկետ լուծումը վիրավորների մասով հետեւյալն է։ Մի մասը հաշվանդամ է լինելու, մի մասը Աստված դա ուղղակի ողջ է լինելու, մի մասը լիովին ապաքինվելու է, բայց նրանք ովքեր որ ունենալու են լուրջ խնդիրներ առողջության հետ եւ ենթադրենք կկարողանան միայն տանը մնալ եւ խնամքի կարիք կունենան, ապա մենք պետք է մտածենք ոնց ենք իրենց ինտեգրում, սոցիալական եւ տնտեսական ինտեգրման մասին է խոսքը գնում։ Օրինակ, եթե մարդը հաշվանդամ է եւ տան է նստում, մենք մտածում ենք եւ արդեն ունենք գործընկերներ, որ պատրաստ են վերապատրաստել, որ իրանք դառնան ծրագրավորող եւ աշխատեն տնից եւ կարողանան գումար վաստակել։ Եվ հարցը մենակ դրանում չի, որ ինքը տան է նստածում։ Հարցը նրանում է, որ ինքը իրեն համարում է բեր ընտանիքի համար եւ ընտանիքը չի կարող այդ մարդուն պահել։ Այսինքն երկարաժամկետ լուծումները դեռ արխիվում են, բայց մենք դրա մասին մտածում ենք եւ մեծ սիրով պատրաստ ենք ձեզ հետ քննարկել եւ գտնել, այսինքն եզրերը, հա, ինչպես կարող ենք առաջ տանել։ Ուրեմն մենք այցելեցինք 8 ընտանիքների անդամներին հենց Մուրացան հիվանդանոցում, ներքևը նկարների մի մասը տեսնում ենք, ընդհանրապես մենք նախընտրում ենք նկարներ չանել, բայց քանի որ մենք հաշվետու ենք, պայմանագրերը ունենք, բոլորը նկարվել են, ներկայացվել են եւ որոշ նկարներ այցելություններից մենք ներկայացնում ենք։ Նաեւ ունենք 83 մարտական զոհի մասին տեղեկություններ Պաշտպանության նախարարությունից, որոնց բոլորին մենք այցելելու ենք, իրենք շատ տարբեր մարզերում են եւ Արցախում եւ Հայաստանի տարբեր մարզերում են, բայց մենք արդեն սկսել ենք այցելությունները, առաջինը հանդիպել ենք ուրեմն Ռոման Պողոսյանի ընտանիքի անդամներին, որ այստեղ են, իրենք հանդրուտում են ապրում, կին է մնացել եւ 3 երեխա շատ բարդ հոգեբանական վիճակում են գտնվում, իրանց ցուցաբերեցինք աջակցություն եւ ինքը վերադարձավ Հադրութ, բայց որոշ ժամանակ հետո նորից է գալու Երևան, այդպես որ իրեն հետ պետք է շարունակել աշխատել։ Ավետիքը նշեց, որ իրենք քանի որ փորձ ունեն Արար հիմնադրամով ավելի շատ այցելությունների, հատկապես կանայք ովքեր որ կորցնում են իրենց ամուսինին եւ ունեն փոքր երեխաներ, իրանք ավելի ամենածանրը իրենք են տանում։ Որտեւ ցավը շատ լուրջ է, իրանց թվում է կյանքը վերջացել է, ապակա չկա, ամուսինը չկա, սյունը չկա, եկամուտ բերողը չկա եւ երեխաները անտեր են մնալու։ Այն դեպքերում, երբ որ ընտանիքներում կան մի քանի երեխա եւ մեկը զոհվել է, նույնպես ասենք զոհը դա չափազանց մեծ կորուստ է, չափազանց մեծ ցավ է, բայց ամեն դեպքում մարդիկ մի քիչ ավելի արագ են ընդունում այդ փաստը եւ փորձում են մտածել ապագայի մասին։ Եվ մի քանի օկով նաեւ գնացինք Հրազդան, որտեղ որ այցելեցինք 2 մեր զինված երիտասարդների ընտանիքները, նույնպես գումարը փոխանցեցինք, այստեղ նշում է ինչ գումար ենք ընդհանուր փոխանցել, սկզբունքը հետեւյալն է։ Մենք քննարկեցինք, որոշեցինք, որ զոհված ընտանիքի պարագայում մենք վճարում ենք 500,000 դրամ միանվագ, պլյուս 250,000 ամեն մի երեխայի համար, որ այդ ընտանիքում կա, որ մի քիչ տարբեր լինի, նայես քանի անդամ կա ընտանիքում։ Եվ վիրավորների պարագայում միանվագ գումարը 250,000 դրամ է,
Դա իրենց պետք է ուղղակի այսօրվա ծախսերը հոգալու համար, որովհետև պետությունը իրականում մենք նայեցինք պայմանները եւ բժշկական մասով եւ սննդով ամեն ինչով պետությունը նորմալ ապահովում է, բայց ամեն դեպքում իրենք ասենք աղքատ հիմնական մտանիքներից են եւ էլեմենտար ծախսեր կան, որ իրենք գումար չունեն, որ պետք է ծախսերը փակեն։ Այդ պատճառով մենք այդ միանավակ գումարը բոլոր այդ ծանր եւ ծայրահեղ հիվանդների տանիքներին կփոխանցենք։ Հաջորդ սլայդ, ուրեմն բժշկական սարքավորումների մասով մենք անմիջապես երկրորդ օրը, երբ որ կամպեյնը սկսել ենք, կարողացանք հավաքել գումար եւ տրամադրեցինք այն սարքավորումները, որը անհրաժեշտ էին հենց այդ օրը մեր, ասենք, վիրավոր զինվորների համար եւ հիմա զբաղված ենք ավելի շատ 3 ռեանիմոբիլը լիովին կահոգավորելու եւ ներկայացնելու բանակին, այսինքն պայմանավորությունը հետեւյալն է, ավտոմեքենան տալիս է բանակը, մենք ավտոմեքենա չենք գնում եւ իրանք նվիրատվություն ստացել են այդ ավտոմեքենան Ռուսաստանի հայերից մի քանի մարդուց եւ մենք ուղակի կահոգավորում ենք եւ սարքում են այդպեսի, որ այդ ավտոն պատրաստ լինի գնալ առաջին գիծ, վիրավորին հանի եւ բերի մինչեւ ռազմական հոսպիտալ Ստեփանակերտում կամ այդ ռուսերենով կոչվում է Полевой госпиталь, չգիտեմ ասեմ։ Հաշտային հոսպիտալ։ Իրանց պատկերացումով պետք է առնվազն 12 մեքենա, որ 200 կիլոմետրանոց ֆրոնտում կարողանան էֆեկտիվ աշխատել, 5 մեքենա իրանք ամբողջությամբ գնելու են, 3 մեքենա մենք ենք պատրաստապահվել, մի քանի մեքենա այս պայն իրենք ունեն։ Եվ դա ակնհայտորեն մի խնդիր էր, որ շատ լուրջ առաջացել էր հենց այս ապրիլյան 4 օրվա պատերազմի ընթացքում։ Այսքանն է, հաջորդ սլայդը։ Ուրեմն մենք ունենք 3 կոմպոնենտ, բժշկական սարքավորումների մասով, առաջինը, երկրորդը զոհված զինվորների աջակցությունն է, ընտանիքների եւ երրորդը վիրավոր զինվորների աջակցության ծրագիրն է։ Ընդհանուր գնահատել ենք այս պահին մեզ պետք է $270,000, որից կեսը մենք հավաքել ենք եւ ամեն մի մասով երևում է թե ինչքան հավաքել ենք, ինչքան է պակասում։ Որտեղ մարդիկ կան ուզում են նվիրաբերել եւ ասում են կոնկրետ ուզում են սարքավորման համար տալ գումար, մարդիկ կան ասում են չէ կոնկրետ ընտանիքին եմ ուզում տալ։ Այդ պատճառով այստեղ հնարավորությունները շատ են։ Դուք կարող եք ընտրել, դուք կարող եք ձեր ընկերներին ասել, եթե ուզում են միանալ, մենք շարունակել ենք այս կամպեյնը եւ ունենք website, բացի Facebook-յան page-ից որ ունենք նաեւ donate.repeatarmenia.org, որտեղ որ մարդիկ կարող են բանկային քարտով on-line փոխանցումը կատարել կամ PayPal-ով կատարել կամ կան ռեկվիզիտներ, եթե իրանք բանկային փոխանցում են ուզում կատարել։ Հաշիվները, հատուկ հաշիվները բացած են Repeat Armenia-ի, չնայած Repeat Armenian մեր մանդատից դուրս է սա, բայց մենք մասնակցում ենք, որտեղ բազմաթիվ մարդիկ մեզ դիմել են, թե աջակիցները, թե այնադարձները, որ ուզում ենք մասնակցել, ձեզ վստահում ենք, ձեզ արարին եւ սահմանին ուզում ենք այդ ձևով մասնակցել։ Դրա համար մենք այս ամենի մեջ մասնակցում ենք եւ շատ հպարտ ենք, որ այս process-ի մասնիկն ենք, donate.repeatarmenia.org կարող եք մտնել եւ կատարել փոխանցումը։ Կարևոր չի դա $10, $5, թե ավելի մեծ գումար է։ Այս պայն հավաքել ենք 135,000, չեմ նշել ուղղակի որ 150-ից ավելի մարդ է մասնակցել եւ ավելի քան 20 երկրից։ Եվ վերջի սլայդը, մինչեւ մեր հարցի անդրադառնալը, որը նույնպես մենք արդեն խոսեցինք, բայց մի քանի կոնկրետ բան եմ ուզում նշել, ոնց դուք անձամբ կարող եք մասնակցել։ Առաջինը ինֆորմացիոն աջակցություն մեր կամպեյնի, եւ ոչ միայն մեր կամպեյնի, ընդհանրապես համատարած։ Այնպես անենք, որ սփյուռքահայությունը եւ ստեղի հայերը եւ հայրենադարձները կարողանան ակտիվ մասնակցել եւ իրանց լուման ունենալ, թե ինֆորմացիոն դաշտում, թե աջակցության դաշտում։ Երկրորդը նույնն է, որ առաջինը, ասենք, ինֆորմացիոն ավելի շատ մասով, երկրորդ աջակցության եւ երրորդը, որը ոչ պակաս կարեւոր է, նրա մասին էլ մենք խոսեցինք, այդ ընտանիքները կարիք ունեն շփմանը, իհարկե ոչ առաջի փուլում, ավելի ուշ, եւ ռեգուլյար իրանց այցելելը դա բավական լուրջ գործընթաց է, որը նաեւ ենթադրում է, որ պարբերաբար մեծ խմբով պետք չի գնալ, բայց 3-4-5 հոգանոց թիմով արժի գնալ եւ պարբերաբար։ Դրա համար եթե ցանկացողներ կան միանալ մեզ այդ այցելությունների ժամանակ, մենք մեծ սիրով ձեզ կընկերենք այս process-ի մեջ։ Շնորհակալ